Բարեձեզ։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարն ու զոհված զինծառայողների հարազատները հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին։ Երկրորդ օրը բողոքի ակցիա անող քաղաքացիները այսօր ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ են հանդիպել Ալեն Սիմոնյանին թիկնապահների ու ոստիկանների ուղեկցությամբ։ Քաղաքացիներից մեկի խոսելու առաջարկին Սիմոնյանը կոշտ է պատասխանել, ապա սկսվել է լեզվակռիվ ու հայհոյանքներ են հնչել։ Ձեռներդ։ Րոպեներ անց պատերազմում զոհվածի եղբայրն ու Սիմոնյանն են միմյանց հայհոյել։ Ոստիկանությունը երկու քաղաքացու բերման է ենթարկել։ Համահայկական ճակատ կուսակցության ղեկավարին 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները երեկվանից պահանջում են գաղտնազերծել 2020-ի պատերազմի խորհրդարանական քննիչ հանձնաժողովի եզրակացությունը։ Զոհված զինծառայողների ծնողները այսօր հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազություն Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե 2020 թվականին իրենք գնացել են գիտակցված զոհողությունների, հանուն պետականության եւ ինքնիշխանության փրկության։ Ըստ փաստաբանի, սա ըստ էության խոստովանական ցուցմունք է այն մասին, որ 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցածը, այդ թվում հազարավոր զոհերը, անհետ կորածները եւ Արցախի կորուստը դիտավորյալ գործողությունների արդյունք են։ Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են քրեական վարույթ նախաձեռնել պետական դավաճանության համար։ Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից։ Հայաստանի վարչապետը այս հայտարարությունը լրագրողների առջև անելուց առաջ կառավարության այսօրվա նիստում մեկ այլ աղմկոտ բանել է ասել։ Այդ ինչ երևույթ է, որ մարդը ծնվել, մեծացել է Հայաստանում, բայց ասում ես դու որտեղից ես, ուզում ես իմանաս որտեղ է ապրում, փողոցը, բանը եւ այլն։ Ասենք մարդը կարող ասի ես Վանից եմ։ Թվում է թե ինչ հետաքրքիր բան, հայրենասիրական մոտեցում է։ Բայց լրի որիշ երևույթ է, սա կայսերական հայրենասիրության դրսևորում է։ Չեմ վարանի, էլի ուզում եմ ասել ավելի կոնկրետ, Ստալինյան հայրենասիրության դրսևորումը։ Փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Վարչապետ Փաշինյանը, որ մետրոյում արցախցի կնոջն ու նրա անչափահաս երեխային փախածներ էր անվանել, այսօր կրկնել է այդ միտքը, ավելացնելով, որ 2023-ի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Արցախը չի կռվել։ Փախել են, ճողոպրել են։ Ըստ պաշտոնական տվյալի Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Արցախում զոհվել է 223 զինծառայող, 25 խաղաղ բնակիչ, 6-ը երեխա, 200-ից ավելին վիրավորվել են, 150,000 մարդ տեղահանվել է ցեղասպանության չընթարկվելու համար։ Դեպի Հայաստան ճանապարհին 70 մարդ մահացել է։ Իդեպ Հայաստանի վարչապետը հրաժարվում է տեղի ունեցածը էթնիկ զտում անվանել։ Ես այդ խոսույթը համարում եմ վնասակար։ Այս թեմայով աշխատում ենք, այև աշխատել ենք։ Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա զորահանդես, զինտեխնիկայի ցուցադրություն։ Այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով սա չի նշանակում խաղաղության օրակարգից հրաժարում, հաշվետվություն է քաղաքացիների համար։ Եվ կարա նաև տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու, խաղաղության օրակարգից հրաժարվելու։ Եվ մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք աշխատել միջազգային հանրության մեր գործընկերների հետ, ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում։ Հայաստանը պետք է հրաժարվի անշարժ սահմանի գաղափարից, քանի որ ժամանակակից պատերազմներում կայուն թիրախը խոցելի է։ Նիդերլանդների թագավորական ծովային հետևակի նախկին զինծառայող անվտանգության փորձագետ Փիթեր Վան դեն Լինդենը հենվելով իր ռազմամյա մարտական փորձի վրա առաջարկում է Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանում ստեղծել թվային վահան, հագեցած ռադարներով, դրոններով եւ ավտոմատացված համակարգերով, ինչը թույլ կտա ազատել զինվորին առաջնագծում հերթապահություն անելուց։ Կստեղծվեն փոքր բարձր շարժունակությամբ օպերատիվ ստորաբաժանումներ, որոնք տեղեկատվություն ստանալուն պես վայրկյանների ընթացքում կհայտնվեն թիրախային կետերում։ Տեխնոլոգիան չի փոխարինում զինվորին, այլ ազատում է նրան։ Օգտագործելով թվային վահանը որպես հայտնաբերման առաջին գիծ, դուք կարող եք ստեղծել փոքր մահացու ստորաբաժանումներ, որոնք սենսորների տվյալների հիման վրա րոպեների ընթացքում կհայտնվեն ռազմավարական կետերում, հստակ իմանալով, թե ով է թշնամին եւ ինչպես է նա շարժվում։ Ինչ վերաբերվում է ներհայաստանյան
Զինված ուժերի արդիականացման այս ռազմավարական առաջարկին համահունչ իրավաբանական գիտությունների թեկնածու Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Դանելյանը ընդգծում է իրավական անվտանգության ամրապնդման կարևորությունը որպես ռազմական բարեփոխումների իրավական հիմք եւ պետականության հիմնասյուն։ Նա առանձնակի շեշտադրում է սահմանադրականության վերականգնման հրամայականը, փաստելով, որ պետականության հիմքերը խարխլվում են, երբ որոշումները կայացվում են մեկ անձի կամ քաղաքական ուժի հայեցողությամբ։ Արտաքին քաղաքականության պարագայում անհրաժեշտ եմ համարում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դադարի կատարել հարաբերփոխ եւ իրարամերժ հայտարարություններ աշխարհի տարբեր կենտրոնների հետ ունեցած հարաբերությունների ժամանակ, քանի որ դրանք որևէ կառուցողական ելք չեն կարող կանխատեսել Հայաստանի համար։ Պատերազմի հերոս, հետախույզ եւ Ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանի բնորոշմամբ մեր երկրի փոքրացող քարտեզի գիտակցումը պետք է ստիպի մեզ լինել առավել խելացի ու ճկուն, քանի որ համերաշխային անվտանգության հին մեխանիզմները այլևս չեն գործում։ Մեզ նման փոքր պետությունների համար գերակա խնդիր է ունենալ գործուն եւ կատարելագործված զսպման մեխանիզմներ։ Միջազգային համագործակցությունը դաշնակիցների հետ հարաբերությունների ընդլայնումը եւ խորացումը ի նպաստ կարող է լինել անվտանգային համակարգի ամրապնդմանը։ Քրեական ոստիկաններն ու քննիչները լայնածավալ խուզարկություններ են կատարել մայրաքաղաքի 20 հասցեներում։ Գործողությունների արդյունքում հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման լաբորատորիա, համապատասխան սարքավորումներով, ինչպես նաև զգալի քանակությամբ զենք եւ զինամթերք։ Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ կան ձերբակալվածներ։ Վանաձորի համայնքապետարանից այսօր 10 անձ է ձերբակալվել կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ խարդախության համար։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդման, ձերբակալվածներից 7-ը համայնքապետարանի նախկին եւ գործող պաշտոնատար անձինք են։ Կոմիտեն այս պահին այլ մանրամասներ չի փոխանցել։ Amid the austerity measures ԱՄՆ-ի եւ Իրանի միջև անուղղակի բանակցություններ են ընթանում Պակիստանի միջոցով հաղորդագրությունների փոխանակմամբ։ Սոցցանցում հայտնել է Պակիստանի արտգործնախարար Իսահակ Դարը։ Միացյալ Նահանգները ներկայացրել է 15 կետ, որոնք Իրանն այժմ քննարկում է։ Այս նախաձեռնությանը աջակցում են նաև Թուրքիան եւ Եգիպտոսը։ Ավելի վաղ մամուլում շրջանառվել էր, որ հնարավոր է երկկողմ հանդիպում Իսլամաբադում։ המטרות של משטר הטרור האיראני Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք շարունակելու են հարվածել իր խոսքով իրանական ահաբեկչական ենթակառուցվածքներին։ Իսրայելական ուժերը Լիբանանում ոչնչացրել են հրթիռային կայանք։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել Իսրայել-Հեզբոլլա ռազմական գործողությունները։ Նրա պնդմամբ Լիբանանը կարող է նոր Գազա դառնալ։ Ի պատասխան Նեթանյահուն հայտնել է, որ Հեզբոլլահի սպառնալիքն արդեն անցյալում է եւ որ Իսրայելը լիովին ամրապնդել է իր դիրքերը Լիբանանում։ Իրանի դեմ ընթացող պատերազմի 5-րդ շաբաթում Մերձավոր Արևելքի տնտեսությունը հայտնվել է անկառավարելի անկման մեջ, հայտնում է Պոլիտիկոն։ Այս իրավիճակը լուրջ սպառնալիք է ստեղծում նախագահ Թրամփի տնտեսական ոսկեդարի եւ խոստացված միլիարդավոր ներդրումների համար։ Հորմուզի նեղուցի փակման պատճառով ծոցի երկրները զրկվել են իրենց հիմնական նավթագազային եկամուտներից։ Իրանի շարունակական հարձակումները կատվածահար են արել տարածաշրջանի ենթակառուցվածքներն ու զբոսաշրջային կենտրոնները։ Արաբական կառավարություններն արդեն զգուշացրել են Միացյալ Նահանգներից տասնյակ միլիարդավոր դոլարների կապիտալի հնարավոր հետքանչի մասին։ Այս երկրները ստիպված են լինելու ահռելի միջոցներ ծախսել սեփական պաշտպանական համակարգերը վերականգնելու վրա։ Տնտեսագետները խիստ կասկածամիտ են ներդրումային նախկին ճոխ խոստումների լիարժեք իրականացման հարցում։ Ֆինանսական հոսքերի նման նվազումը կարող է էապես վնասել Թրամփի վարկանիշին առաջիկա ընտրություններից առաջ։ It could be you saving anything.